Ամենացավոտ տեղը մեր Մարտունու ճանապարհներն են։ Այն օր նույնիսկ մանկապարտեզի կողքով անց են կացրել ջրագիծը։ Երեխաները մինչև գալիս են մանկապարտեզ, մինչև մազերը ցեխի մեջ կորած են լինում։ Դե գոնե ինչ որ այդ քարեր են ասում, ինչ են ասում, գոնե լցնեն, մի քիչ խիճ լցնեն, որ այդ երեխաները 3-4 անգամ կոշիկները չփոխեն, որ հաճախ են մանկապարտեզ։ Գոնե մասնակի ձևով էլի այդ աշխատանքները կատարեն, հասկանում եմ, դա մեծ ֆինանսների հետ կապված բան է, բայց այն տեղերը, որ երեխաները շատ են, այստեղ էլ դպրոցն է, այնտեղ մանկապարտեզն է, ախր չէ որ տեսեք ինչքան երեխաներ են գալիս, հնարավոր է չէ ինչ որ չափով մի քիչ ապահոված, մի քիչ կարգի բերած այս ճանապարհները։ Այ խնդրանքս այդ կլինի։ Այս կենտրոնական մասում մայթերը գործում են, բայց մնացած տեղերը մայթ ընդհանրապես գոյություն չունի, չես կարողանում մեքենան կողքով տանցնացիխի մեջ կորած գալիս ես տուն։ Վարորդը ինչ անի, վարորդը մեղավոր չի։ Ներքին ջրացանցի կառուցման աշխատանքները սկսվել են 2011-ին Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նման ծավալի շինարարությունն ինչ խոսք մեծ գումարներ եւ ժամանակ պահանջող գործընթաց է։ Մարտունու քաղաքապետը կիսում է բնակիչների արդարացի դժգոհությունը եւ փառատում նրանց մտահոգությունը։ Շինարարությունը կատարելուց հետո ճանապարհները դեռ չեն բարեկարգվել, կա պայմանավորվածություն շինարարական կազմակերպության ղեկավար Հակոբ Հակոբյանի հետ, որ հնարավորության դեպքում բարենպաստ եղանակների լինելու դեպքում անմիջապես կսկսենք ճանապարհների բարեկարգման հարցը։ Մի քանի ամսից անցյալում կմնան բոլոր դժվարությունները, փոխարենը շրջկենտրոնի բնակիչները կունենան այնքան սպասված շուրջօրյա խմելու ջուրը։ 2013 թվականին իմ կարծիքով երկրորդ կիսամյակում արդեն ավարտված կլինի ներքին ջրացանցի կառուցման աշխատանքները ու դրա հետ կապված աշխատանքները։ Այսինքն դե ջրատարերի, ջրամբարների կառուցում, ռեզերվ խողովակաշարի անցկացում եւ նման այլ աշխատանքներ։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Մարտիրոսյան, օր։